Հիմա այսօրվա ավետարանական ընթերցվածը Մատթեոս ավետարանի 12-րդ գլուխ։ Հենց առաջի համարից սկսած վերնագրված այսպես շաբաթ օրով պոկված հասկեր։ Մենք լավ, ինչև շաբաթ օրվա մասին լսել ենք, ուղղակի նորից վերհիշենք, ինչ է շաբաթը հրեաների համար։ Հրեաների համար շաբաթը շաբաթվա վերջի օրն էր։ Ասում է Աստված ստեղծեց ամենը 7-րդ օրը հանգստացավ եւ շաբաթ թարգմանաբար նշանակում է 7։ Կիրակին արդեն շաբաթվա առաջի օրն է, կոչվում է միաշաբթի, հետո 2 շաբթի, 3 շաբթի։ Քանի որ Քրիստոս հարություն առավ կիրակի օրը, այսինքն միաշաբթի առավոտյան, արդեն հարություն էր առել, երբ որ կանայք գնացին, մեր համար փոխվեց օրը, հանգստյան օրը փոխվեց միաշաբթին կամ կիրակին, որ բառացի նշանակում է կյուրակետ տիրոջ օր։ Բայց հրեաների համար 7-րդ օրը շաբաթն էր, իրենք այդ օրը հանգստանում էին։ Մինչև հիմա էլ այդպես է։ Իրենք օրվա կեսից օրվա ուրեմն երեկոյան 5-ից հետո մոտավոր։ Մինչև հաջորդ օրը երեկոյան ժամը 5-ը այդպես չեն աշխատում, հանգստանում են, ոչինչ չեն անում։ Տանից դուրս չեն գալիս, եթե քայլում են չափավոր, կնոպկա չպիտի սեղմեն, թեկուզ լիֆտի կնոպկա, հոսանքի, հիմա եմ ասում։ Մենակ հետաքրքիր բան կա, քանի որ ասել եմ, դա էլ ասեմ, ուրեմն իրենք շաբաթ օրվա համար, այդ լիֆտերի, վերելակների համար ունեն ռեժիմ, որ կոչվում է շաբաթ օրվա ռեժիմ։ Այդ օրը միանում ենք ավտոմատ, դռները ամեն հարկում բացում, փակվում է, բարձրանում այսպես, որ հանգարց մատով կնոպի չկպեն, հանգարց դույս չվառեն, գազը չմիացնեն, եթե միացածը չպիտի անջատեն։ Իրենց ոչ շատ, այսպես ասեմ, ծայրահեղության գնաց։ Տեսեք օրինակ կարելի է հիվանդներին օգնել, անասուններին կարելի է կեր տալ, մեռելներին կարելի է թաղել, որոշակի արտոնություններ կային, ազատություն, բայց հիմնականում ոչինչ չէին անում, հիմա էլ այդպես է։ Նույնիսկ ընտանիքներում հրեական որ կան, մարդիկ են վարձում, այդ օրը գալիս են իրենց տանը գործ են անում, ես կերակում գրում են։ Հիմա օրինակ մի հատ էլ օրինակ բերեմ, մի լուծեցից ավելի թվա, ասենք չես կարող սովորական կտորի, այսպես շորից կտորը դնել գրպանը տեղ տանել։ Եթե դա դրեցի գրպանը տարա, դա համարում է աշխատանք, չես կարող անել։ Այլ ուրիշ բան, կարող ես կարել շալվարիդ վրա ու տանել։ Դա գրպանը չես դնում, աշխատանք չի։ Բայց այդ օրը շաբաթ օրը չես կարող կարանել։ Ուրեմն մի օր առաջ հասկացաք աբսուրդը որն է։ Դա բայց Քրիստոս շատ է խոսում շաբաթվա մասին։ Ու հերթական անգամ դե իրանք ծայրահեղության են գնացել։ Քրիստոս առաքյալների դե քայլերով էր պտտվում։ Գալիլեայի տարածքում է, նահանգում է, պտտվում է եւ քանի որ սովածացել էին աշակերտները, արտից ասում է շաբաթ օրով անցավ արտերի միջով, նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ փոկել եւ ուտել։ Օտարի այգի էր, հիմա կասեք գողություն արեցին։ Չէ, այդպես չէր։ Ուրեմն հետաքրքիր լավ սովորույթներ ունեին, լավ օրենքներ ունեին։ Օրինակի համար, եթե արտը քաղում էին, արտի եզրերի հատվածները չէին քաղում, շատ տեղեր թողնում էին։ Դա թողում էր օտարականի համար, որբևայրու համար, աղքատի համար էր դա թողնվում։ Եվ իրենք կարող էին օգտվել, կարող էին ճռաքաղ անել։ Ճռաքաղ բառը Աստվածաշնչից է վերցված, իհարկե հայերեն բառ է։ Ինքը վերաբերում է խաղողին, ովքեր որ գյուղում են եղել, տեսել են այն գոլխոզի տարիներին, երբ որ այգիները խաղում էին, խաղողներ էին մնում։ Մարդիկ գնում հավաքում էին։ Պաշաղ էին։ Ասում են պաշաղ։ Այդ պաշաղը հին հայերենում կոչվում է ճռաքաղ։ Բառացի նշանակում է ճիռ քաղել, այսինքն ճիռ են մանր ողկույզներն են, որոնք մնում են։ Ոնց էլ խաղում ես ծառի վրա մնում են։ Հետո
կարող է կիսահաս լինել, ձեռք չես տալիս, ինքը կհասունանա ուրիշները կօգտվեն։ Այսինքն մարդասիրական օրենքներ կային, որ մարդիկ կարող են օգտվել եւ դա գողություն չէր համարվում։ Բայց քանի որ օրը շաբաթ է, իրենք փարիսեցիները ասում են մեղադրել, ասում են ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ։ Ինչ են անում, ինչ էր մեղադրանքը, որ իրենք հունձ են անում, այսինքն քաղում են, դա համարում է հունձք, եւ երկրորդ աշխատանքը այդ որ ձեռքերով մաքրում են, ինչը որ արվում է կալատեղում, չէ՞, այդ ծորենը, հարդը, թեփը մեկը մյուսից։ Այս միաժամանակ երկու աշխատանք են կատարում առաքյալները, սրանում մեղադրում են ու հատկապես փարիսեցիները։ Հիմա մեր մեջ փարիսեցիները միշտ այսպես կեղծավոր մարդկանց պատկերացում են առաջացնում, բայց չմոռանանք, որ փարիսեցիները նաև օրենք պահողներ էին։ Փարիսեցիները տղամարդկանց այսպես կուսակցություն էր, մոտ 5000 հոգի մոտավորապես այս ժամանակահատվածում փարիսեցիներ են եղել, որոնք որ այդ ազգին սովորեցրել են կրոն, հավատ, օրենքներ եւ այլն, բայց չափից ավել այսպես ծայրահեղուր են։ Դրա համար մեղադրում են, ասում են, որ քո առաքյալները գործ են անում, այսպես կալ արեցին, հունձ կարեցին, լավ, անասունը կերակրվում է, կարելի է կերակրել։ Մարդը չի կարող կերակրվել, որ սովամահ չլինի։ Կեղծավորությունը, երեսպաշտությունը եւ Քրիստոս իրենց օրինակ է բերում Դավիթ թագավորից։ Դավիթը երբ որ փախավ Սավուղի երեսից թագավորի, ինքը ճանապարհին գնաց քահանայի տաճարի քահանայի մոտ, Աքիմելեք էր անում իր զինվորների հետ միասին եւ խոսեց, ասաց, որ հաց չունեն ուտելու, որտեղ ճանապարհի վրա են։ Եվ իրենք այնտեղ սեղան ունեին, ոսկուց սեղան էր։ Սեղանի վրա հացեր էր դրվում մեկ շաբաթ, կոչվում էր առաջավորության հաց, որ հետո չորանում էր արդեն թրջում ուտում էին։ Այդ հացերը այսօր մի քիչ նման է, բայց ոչ թե մեծությամբ, մեր մասը որ կա, մասն աշխարհ որ այդ հացը բաժանվում է, չէ՞։ Առաջավորության հացի, այսպես ասեմ, նախակարապետն է առաջավորության հացը, այս մեր այսօրվա մասի, որը դրվում է այստեղ եկեղեցում, իրենք հատուկ սեղան ունեն, սեղանի վրա է դրվում, մնում էր մի շաբաթ, հաջորդ շաբաթ նորերն էին դնում, Աստծուն ընծա էր, պատվեր էր, բայց շաբաթ օրը արդեն շաբաթը լրանալուց հետո վերցնում են եւ այդ հացը ճաշակում են քահանաները։ Իրենք պիտի ուտեն, այլ մյուսները չպիտի ուտեն։ Դա օրենք չէր, որ ուրիշ մեկ ուտի։ Բայց այդպես բարակ հացեր չեն։ Հիմա որ ասեմ ինչ քաշի են մոտավորապես, դրանք 5-5.5 կիլոնոց հացեր են մեծ հացեր են։ Եվ Աքիմելեքը քահանապետը խախտում է օրենքը։ Հացը տալիս է, ասում է կերեք։ Ասում է տեսնում ես, որ հանուն մարդու կյանքի օրենքի խախտում եղավ։ Այդ նմանը, երբ որ ազգը խնդիր ունենա, ստիպված եկեղեցին վաճառի իր սրբությունները։ Դա կարելի է, թույլատրելի է։ Երբ որ արդեն այդ վիճակն է հասել։ Եվ ինչը որ եղավ Եղեռնի տարիներին, ինչը որ արեցին։ Դեռ ժողովուրդը հավաքում էին եկեղեցիների Բաքում։ Հայաստան եկան Էջմիածնի Բաքում էին հավաքվել Եղեռնից մազափուրց եղածները, Երուսաղեմ, Կոստանդնոպոլիս, չենտեղ արդեն ուրիշ էր տարբեր վանքեր, որտեղ որ հայկական, նույնիսկ կաթոլիկ վանքեր էլ գնացին հայ կաթոլիկներ։ Որտեղ ուրիշ բան չկար անել։ Երուսաղեմի վանքը, Սուրբ Հակոբյաց վանքը փոքր տարածք է, բայց մինչև 90,000 մարդ է հավաքվել այնտեղ։ Մարդիկ իրար վրա, ինչքան էլ մահացել են։ Ակամայից ուղղակի այս բանը հիշում եմ, Էջմիածնի անտառը գիտեք վանքի կողքի, որ ծառերը կտրեցին իմ անորեն են։ Այդ տարածքը գիտեք ինչ եղել։ Այդ տարածքը Եղեռնից
զոհված, այդ մահացած, հիվանդ, դրանց գերեզմանոցն է, որոնց վրա անտառ են դիտել։ Շատ մարդիկ են նաև գալուց հետո մահացել են։ Սա ուղղակի հիշեցի, ուղղակի օրվա հետ կապ չուներ։ Ասում է, որ օրենքը խախտվեց հանուն մարդու կյանքի, հանուն մարդու, որ մարդիկ չմահանան։ Թե ինչպես մտավ Աստծո տունը և կերավ առաջավորության հացը, որն ուտել օրենք չէր, ոչ նրա, ոչ էլ նրա այդ եղողների համար, այլ միայն քահանաների համար էր օրենք։ Կամ թե օրենքում չեք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են։ Շաբաթ օրերը գործ չպետք է անի, եթե անում են, ուրեմն պղծում են։ Բայց ասում է, իրենք անմեղ են, որտեղ իրենք իրավունքը ունեն։ Իրենք Աստծո գործն են անում, այդ շաբաթ օրերը իրենք զոհաբերություններ էին անում, այդ տարբեր մաքրություն էին անում, կրակի հետ կապված խնկարկություն էին անում, որը որ արգելված էր բոլորի համար աշխատել, բայց քահանաների համար արգելված չէր։ Հիմա ոնց որ դուք Կիրակի օրերը հանգստանում եք, մենք հակառակը չենք հանգստանում։ Հոգևորական ես, Կիրակի օրերը մենք չգիտենք Կիրակին ինչ է։ Երբ որ դուք ուզում եք հանգստանալ, մենք չենք հասկանում։ Եվ կարող է հոգևորական իր ամբողջ կյանքի ընթացքում մի 10 անգամ մասնակցի կամ թեկուզ մի փոքր ավել, հասկանա Կիրակին ինչ է, հանգստյան օրը։ Եվ այստեղ Քրիստոս ինչ է ասում, իրենք Աստծո գործն են անում, տաճարի գործն են անում, մեղավոր չեն, եւ ասում է հիմա, բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մեկը կա։ Տաճարից ավելի մեծ ով է, ինքը իր մասին է խոսում, Քրիստոս։ Տաճարը Քրիստոս էլ էր սիրում, տաճարը։ Բոլորն էին սիրում, տաճարը իրենց համար ամեն ինչ էր։ Ամեն ինչ էր։ Բայց տաճարից մեկը կա, եւ դա հենց ինքը Քրիստոսն է։ Եվ ինչ է ասում, եթե իմանայիք, թե ինչ է, ողորմություն եմ կամենում եւ ոչ զոհ, ապա դուք անպարտներին չեք դատապարտի, ուրեմն մարդու որդին շաբաթ օրվա տերն է։ Ողորմություն եմ կամենում, ողորմություն ինչ է, սերն է, մարդասիրությունն է։ Ես կամենում եմ, որ մարդասեր լինեք, ոչ թե մարդիկ սովից մահանան, այլ իրենք այդ շաբաթվա պատճառով, այլ իրենք ճաշակվեն ու չմահանան, եւ դրա կարիքը կա։ Եվ դուք անպարտներին չեք դատապարտի, անպարտներին, անմեղներին։ Եվ ինքը իր առաքյալներին ու նաև իրեն պարզե համարում է անպարտներ, այսինքն անմեղներ, չմեղադրվածներ, լավ էսպես ասեմ, դուք մեղադրում եք, ասում եք, բայց իրենք անմեղ են։ Խոսքը առաքյալների մասն է, նաև իր մասին է։ Եվ վերջում ավելացում է, շաբաթը, որ դուք այդքան պաշտում եք, ձեր համար ամեն ինչ է շաբաթը։ Եվ մի շեշտվում է, որ շաբաթ օրը շաբաթ, ասում է, ուրեմն մարդու որդին շաբաթ օրվա տերն է։ Շաբաթ օրվա տերն է մարդու որդին։ Քրիստոս ասում է, ես եմ շաբաթ օրվա տերը։ Իսկ այդ օրենքը կարող է փոխել միայն օրենսդիրը։ Այդպես էլ է, չէ՞ մեր պետության մեջ։ Օրենք կա, օրենքով կարող է փոխել օրենսդիր մարմինը։ Տվյալ դեպքում օրենքը դնողը, օրենք ստեղծողը Աստված է եւ օրենքը կարող է փոխել նաեւ հենց ինքը։ Ինքը շաբաթ օրվա տերն է։ Ուրիշ տեղերում էլ շատ խոսում է։ Հիշում եք, երբ որ ասում է առաքյալները պահ չեն պահում, ծոմ չեն պահում։ Մա իրենք հարսանքավորներ են, փեսան իրենց հետ է։ Քրիստոսը ասում է, ես եմ որոշում։ Ինքն է այդ ամեն ինչի տերը, օրենք խախտող չի կարելի ասել, օրենքը կարող է փոխել։ Շատ լավ, հիմա, եթե այսպես նայենք, շաբաթ օրը մեր համար Կիրակի օր է, այսպես ասեմ, շաբաթ օրը հանգստյան օրն է, դա լավ օրենք է եղել։
Այդ շաբաթօրը նաև ստրուկների մյուսների համար, որ իրենք էլ հանգստանան։ Մարդասիրական օրենք է դա։ Եվ բոլորիս համար աշխատում ենք 7-րդ օրը հանգիստ։ Մեր համար մեր հանգիստը Քրիստոսն է։ Դրա համար մենք Կիրակի ենք հանգստանում։ Տեսեք, ովքեր ֆիզիկական աշխատանքով են տարված, աշխատում են ֆիզիկապես, իրենք շատ արագ են վերականգնվում։ Արձակուրդի մասին է, չէ՞, հանգիստի մասին է խոսքը։ Ովքեր մտային աշխատանք են տանում, իրենց տևական երկար ժամանակ է պետք, որ իրենք կարողանան վերականգնվել։ Որտեղ ֆիզիկական աշխատանքով զբաղվողները արագ են վերականգնվում, մտավոր աշխատանքը դժվար է։ Շատ լավ։ Ֆիզիկական հանգստի մասին եմ նաև ուզում խոսել, այո, ֆիզիկական հանգիստ յուրաքանչյուրս դրա կարիք ունենք, բայց նաև մարդու հոգին կամ մարդը անհանգիստ է լինում և հոգևոր իմաստով, հոգևորապես, մտային իմաստով անհանգիստ, խղճի իմաստով, շատ իմաստներով։ Եթե պատերազմը պարզ է, որ անհանգիստ ենք, եթե բամբասում են, վատն են հայերեն, կամ դու ես մենք ենք մեղք գործում, էլի մենք ենք անհանգստանում։ Նայեք, եթե քրիստոնյա ենք, մենք ինչի համար ենք անհանգստանում։ Մենք անհանգստանում ենք, երբ որ մեղք ենք գործում։ Որպեսզի մեղքը մաքրվի, մենք Քրիստոսին ենք դիմում։ Ես դրա համար ասացի, մեր հանգիստը Քրիստոսն է։ Մենք Քրիստոսից ենք թողություն ստանում և դրանով խաղաղություն ենք ստանում։ Հանգիստ ենք ստանում։ Նորից կապված է մեր հանգիստը Տիրոջ հետ։ Հիմա ես ուզում եմ այդ հատվածը շատ լավ։ Հիմա նորից էլի այս վերջերս ես խոսեցի, անգիր չեմ կարողանում հիշել հատվածները, որ ասեմ, վերջերս էլ խոսեցի, երբ որ Քրիստոս ասում է եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կվերցնեմ ձեր բեռները ձեզանից, և ձեզ հանգիստ կտամ։ Այդ հոգսերը, անհանգստությունները մեր անհուսություններն են, մեր ամոթը, մեր մեղքերը, մեր վախերը, մեր անհուսությունը, այդ ամբողջը մեզ անհանգիստ է պահում։ Երբ որ գալիս ենք դեպի Աստված, Քրիստոս ինքը մեզ տալիս է այդ խաղաղությունը, հանգիստը։ Դրա համար նորից ասում եմ, մեր հանգիստը Քրիստոսն է, մեր հանգիստը Քրիստոսով է, մեր հանգիստը այսօր է, Կիրակին է։ Դրա համար է շաբաթ օրը փոխվել միաշաբթի և դարձել Կիրակի, ամբողջ իմաստը սա է, որպեսզի մենք էլ խաղաղ լինենք ու հանգիստ լինենք։ Սա է, որ ուզեցի այսօր մտածենք այդ մասին, վերլուծենք մեր համար, շատ ուրիշ երևույթներ կան, որոնք մեզ անհանգստացնում են, ֆիզիկական իմաստով, դրա մասին չեմ խոսում։ Դրանք իրանց լուսման ձևեր ունեն, բայց մենք որպես քրիստոնյա ինչ ակնկալիք ունենք Քրիստոսից, ինչ որ ունենք ես մոտավոր ասացի, ոչ թե տեսեք օրինակ ոնց անենք, որ ընդունենք, թե հարևան պետությունների հետ շփվելուց մենք հանգիստ ենք, որտեղ հիմա ազգովի շատ անհանգիստ ենք, շատ լարված ենք, դա Աստվածաշնչում գրված չի։ Աստվածաշնչում գրված է, ինչ ուզում ես արա քո քրիստոնեական դեմքը մի կորցրու, մոտավորապես եմ ասում։ Բայց թե ինչ կերպով պիտի լինի, արդեն դա քաղաքական գործիչները պիտի անեն, ռազմական գործիչները պիտի արվին, դրանց լուծման ձև կա, դա Աստծո հետ չի կապված, Աստված չի եկել այդ ռազմական հարցերի համար, Աստված եկել է, որ մենք մեր մեջ նաև հանգիստ գտնենք, նաև մեղքերից ձերբազատվելով էլի նորից հանգիստ գտնենք, դժվարությունները, որ չենք կարողանում հաղթարենք Աստծո զորությամբ հաղթարելով նորից խաղաղություն հանգիստ գտնենք, թեկուզ մեր վախեր ասեն, քիչ առաջ ասացի բրկում եմ,
թեկուզ ամուսնությունները Աստված զորացնի բոլորին, ինչ որ Աստված տալիս է մեզ այդ խաղաղությունը, այդ հանգիստը, օգտվենք դրանից, որ այդ խաղաղությունը հանգիստը ունենանք մեր մեջ, մեր կյանքը առավել այսօրվա ասած որակով կլինի։ Աստծուց խնդրեք, թող հեռացնի այն ամեն ինչը ձեզանից, ինչը որ անհանգստություն է պատճառում։ Եվ աղոթեք շատերի համար։ Ովքեր որ սխալ ճանապարհի վրա են, աղոթեք իրենց համար։ Աղոթեք ու մի մտածեք, որ բոլորը սուրբ են, ոչ մեկ սուրբ չէ։ Ոչ ես եմ սուրբ, ոչ մյուսը։ Ես անցյալ անգամ ասել եմ, ուղղակի կրկնում եմ կարևորելով, հիշեք։ Անցյալ անգամ եմ ասել, ով ասում է, որ քրիստոնյաները, հոգևորականները սուրբ պիտի լինեն, դա սատանայական մտածողություն է, դա չարի հնարք է։ Ոչ մեկ չի կարող սուրբ լինել, եթե ասենք սուրբ ենք, ուրեմն Քրիստոս է սուրբ դուրս գալու։ Քրիստոս սուրբ դուրս կգա։ Այնպես որ յուրաքանչյուրս մաքրում ենք Աստծով, յուրաքանչյուրս սուրբ ենք Աստծով։ Առաջնային իմաստով, որտեղ այս սուրբ բառները ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել։ Սուրբ բառը ժողովուրդ նախկինում նշանակել է առանձնացվածներ։ Աստված այդ մարդկանց առանձնացրել է։ Աստվածաշնչում գիրք կա, չէ՞, մնացորդած։ Հիմա այսօր իմաստը ո՞րն է, մենք մտածում ենք դպրոցում մնաց որի-որ դասարան, վատ իմաստ ունի։ Ժամանակի ընթացքում բառերը փոխվում են։ Մնացորդած նշանակում է բոլորը դավաճանեցին, մի մասը մնաց առանց դավաճանելու, այդ մնացողներին, ովքեր չեն դավաճանել Աստծո հավատարիմները, սրանք կոչվեցին մնացորդներ։ Ոնց որ նախկինում Ախոյանը նշանակել է հարձակվող, խոյացող, առաջ գնացող հերոս, այսօր Ախոյանը համարում է թշնամի։ Բառերը ժամանակի ընթացքում իմաստը փոխվում են։ Եվ այսօր մեր հասկացողությամբ բոլորը սուրբ ասելով նկատի ունեն անմեղ մարդ, ոչ սուրբ Աստծո համար առանձնացված մարդիկ, քրիստոնյաներ են ուղղակի, բոլորին ասում են սրբեր, բայց ոչ այն ճգնավորական իմաստով, ասում են ճգնավորների պես, սա ուղղակի ձեզ ասացի կարևորելով դրա նշանակությունը մեր օրերում, յուրաքանչյուր մարդ մեղավոր է, մաքուր է Աստծով, յուրաքանչյուր մարդ մաքրվում է Աստծո առաջ խոստովանությամբ, մեր մեղքերը Աստծո առաջ են խոստովանվում, ինչի համար եմ ասում, զգույշ եղեք, մեղքի մեջ չընկնեք, շատ ժամանակ մեղադրում ենք ուրիշին, Աստված իրեն մաքրել է, այդ մարդը ապաշխարությամբ անցել է այդ ճանապարհը, նորից մեղադրում ենք մենք, նշանակում է մենք մեզ Աստծուց բարձր ենք դատում, մենք իրավունք չունենք, ու չգիտես մարդու ներսում ինչ է կատարվում։ Հովնան Օզնեցի կաթողիկոսը, երբ արաբների հետ հանդիպումի ժամանակ շատ ճոխ շորերով է լինում, ասում են, չէ որ ձեր Տերը աղքատ շորեր ակավ, ճոխ չի հագնվել, այդ ժամանակ ինքը իր զգեստները բացում է և տեսնում է, որ զգեստների տակ ինքը քուրձ է հագել, այն զգեստը, որը մարմին է տանջում, զգույշ եղեք ուրիշին մեղադրելուց, միգուցե այդ մարդը քուրձ կա հագին, որը որ դուք չեք տեսնում, կամ մենք չենք տեսնում։ Աստված զորացնի ձեզ, իմաստություն տա բոլորիս, խաղաղություն տա պարտադիր բոլորիս համար, նաև դրա համար են խնդրենք Աստծուն, մեր միջից էլ չարությունը, վատ երևույթները, նախանձը, այդ ամեն ինչը հեռու կայի մեզանից։ Իրոչով, Քրիստոսով, ամեն։ Եվ դուր մեզ համարձակած այն բարբարով բանարդ բերանց մեր կարդալս քեզ երկնավոր Հայր երգել և ասել։